Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է ամեն ինչ իր տեղը դնելու եւ չքննարկվածը բարձելու։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչու են սեռական հարաբերությունները ցավոտ լինում։ Կնոջ սեքսուալությունը ի տարբերություն տղամարդու առավել հոգեբանական է եւ հետեւաբար ցավոտ սեքսն էլ կնոջ պարագայում ունի ավելի շատ հոգեբանական պատճառներ, քան ֆիզիոլոգիական։ Եկեք խոսենք նախ հոգեբանական պատճառներից։ Կինը սեքսից առաջ պարտադիր պետք է լինի հնարավորինս հանգիստ, հանդարտ վիճակում։ Եթե կինը անկողին է մտնում ինչ-ինչ պատճառներից ելնելով լարված, անհանգիստ մտքերով ուրիշ տեղ է, հետևաբար նա չի կենտրոնանում այս դեպքում հարաբերության ընթացքին եւ մտքերով ուրիշ տեղ է։ Դա բերում է նրան, որ հեշտոցը չի խոնավանում, այսինքն ներհրումը կարող է լինել ցավոտ եւ փաստորեն պատճառներից մեկը լարվածությունն է։ Տղամարդը պետք է միշտ ձգտի հնարավորինս շատ շռայլի փաղաքշանքներն ու շոյանքները, որպեսզի հարաբերության սկիզբը, այսինքն փաղաքշանքների փուլը լինի հնարավորինս կնոջ համար հաճելի եւ կինը կտրվի արտաքին աշխարհից։ Եթե կինը մտքերով ուրիշ տեղ է, ինչ որ հոգս չի մոռացել, վեճն է հիշել եւ չի կենտրոնանում այս դեպքում հարաբերությանը, ապա հարաբերությունը լինելու է ցավոտ։ Հաջորդ հոգեբանական պատճառը անհաջող առաջին փորձն է։ Մենք դրա մասին խոսել ենք եւ կնոջ համար չափազանց կարեւոր է, թե ինչպես է տեղի ունեցել առաջին հարաբերությունը։ Եթե առաջին հարաբերության ժամանակ կինը շատ վատ տպավորություն է ստացել, ներհրումը, կուսազրկումը եղել են չափազանց ցավոտ իրենց բացասական հետևանքներով, ապա հաջորդ հարաբերությունները կնոջ համար նույնպես լինելու են տհաճ, որովհետեւ դա թողնում է հոգեբանական հիշողության միջոցով տհաճ հետք, որը կնոջը հետ է պահում հաջորդ հարաբերություններից։ Հաջորդ հոգեբանական պատճառը ամուսնու ժլատությունն է, կնոջը ավելի տրամադրելու եւ հարաբերության մեջ ընդգրկելու։ Շատ տղամարդիկ մտածում են միայն իրենց սեռական հաճույքի մասին, հենց գրգռվում են, միանգամից հարձակվում, կատարում իրենց գործողությունը առանց հաշվի առնելու, թե կինը հաճույք ստացել է թե ոչ, կամ process-ը հաճելի է կնոջը թե ոչ։ Այս դեպքում եւս իհարկե շատ կարեւոր է ուշադրություն դարձնել եւ հասկանալ, որ սեռական ֆունկցիան զույգային ֆունկցիա է։ Մյուս պատճառը սեռական դաստիարակության բաց թողումներն են, որոնք որ թողնում են իրենց հետքը։ Այն կանայք, որոնք ստացել են նեգատիվ սեռական դաստիարակություն, այսինքն անընդհատ ստացել են բացասական տեղեկատվություն սեռական կյանքի մասին, որ սեռական հարաբերությունները որպես այդպիսին կեղտոտ են, անարժեք են, որ տղամարդկանցից պետք է հեռու մնալ։ Սա սովորաբար լինում է բոլոր այն դեպքերում, երբ մայրը ունի անհաջող անձնական կյանք եւ ձախողված կյանքի օրինակները անընդհատ ներարկում է դստերը, սրանով զինված արդեն հետագայում կինը կարող է ունենալ լուրջ խնդիրներ, որովհետև յուրաքանչյուր հարաբերությունից առաջ ինքը իր կամքից անկախ դա հիշում է եւ դա բերում է նույնպես նրան, որ հեշտոցը փաստորեն չի խոնավանում եւ հարաբերության ժամանակ ցավ է զգում։ Քիչ չեն այն դեպքերը, երբ ցավը առաջանում է ոչ ճիշտ, ոչ նպաստավոր դիրքերի ընտրության պատճառով։ Շատ դեպքերում ելնելով սեռական օրգանների անատոմիական առանձնահատկություններից պետք է իհարկե ուշադրություն դարձնել այս հարցին եւ հասկանալ, որ երբեմն ցավը կարող է առաջանալ նաեւ ոչ ճիշտ դիրքերից, մասնավորապես բոլոր այն դեպքերում, երբ տղամարդը փորձում է հարաբերությունը անցկացնել միայն մի դիրքով եւ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ դա կարող է կնոջ համար ցավոտ լինել։ Յուրահատուկ տեղ են զբաղեցնում այստեղ տեղի ունեցած վեճերն ու կոնֆլիկտները, որոնք որքան էլ որ անցած լինեն կամ անցյալում եղած լինեն, միևնույն է, եթե նրանք չեն մոռացվել, նույնպես իրենց հետքը թողնում են եւ կինը կարող է հարաբերության ժամանակ ինչ-ինչ պատճառներից ելնելով դարձյալ հիշել դրանք եւ հարաբերության ժամանակ ցավը զգալ։ Իհարկե ստրեսը,
որի մասին մենք նույնպես էլի խոսել ենք, դեպրեսիան, իր բոլոր հետևանքներով, ինքնագնահատականի իջեցումը, որը շատ դեպքերում գալիս է տղամարդու վերաբերմունքից, որովհետև կնոջ ինքնագնահատականը կարող է ընկնել, եթե ամուսինը անընդհատ փորձում է ոչ թե օգնել կնոջը, հատկապես միջանձնային հարաբերությունների կարգավորման հարցում, այլ յուրաքանչյուր կոնֆլիկտի ժամանակ փորձում է նվաստացնել կամ իջեցնել կնոջ ինքնագնահատականը, որը նույնպես իր բացասական ազդեցություն ունենալու է։ Շատ կարևոր եմ համարում նաև խոսել այն հարցի մասին, որը նույնպես իհարկե խնդիրներ է ստեղծում սեռական հարաբերությունների ժամանակ, խոսքը երեխաների առկայության մասին է նույն ննջարանում, նույն սենյակում, որտեղ քնում են ծնողները։ Որքան էլ որ մենք համարենք, որ երեխաները չեն հասկանում կամ գուցե չեն տեսնում, թե ինչ է տեղի ունենում անկողնում, այնուամենայնիվ ցանկալի չէ, որ երեխաները քնեն նույն սենյակում, որովհետև տեսարանը, օրինակ սեռական հարաբերությունը, որը տեղի ունենում, երեխան կարող է սխալ ընկալել կամ սխալ տպավորություն ստանալ։ Երբեմն դա տեղի ունենում այն առումով, որ ծնողները փորձում են ներկայացնել դա որպես օրինակ ժամանակի անցկացում կամ հաշվեհարդար հոր կողմից մոր նկատմամբ եւ երեխան կարող է հենց այդ տեսարանը տեսնելուց հետո էլ սխալ տպավորություն ստանալ եւ դա թողնի իր բացասական ազդեցությունը երեխայի հոգեբանական զարգացման վրա։ Այդ իսկ առումով իհարկե ցանկալի է, որ երեխան քնի առանձին սենյակում, եթե հնարավորությունները չեն ներում, ցանկալի է, որ սենյակը գոնե լինի վարագուրված, դրանով իսկ բաժանելով սենյակը ինչ որ մի հատվածի, որպեսզի երեխան գոնե դրանով իսկ զերծ մնա եւ չտեսնի այն տեսարանը, որը տեղի ունենում ծնողների միջև, քանի որ ինչպես արդեն նշեցի, ելնելով տարիքային առանձնահատկություններից կարող է սխալ տպավորություն ստանալ։ Եվ երեխայի ներկայությունը ննջարանում խնդիր է ոչ միայն երեխայի համար կամ կարող է խնդիր լինել ոչ միայն երեխայի համար, այլև ծնողների։ Լարվածությունը բերում է կնոջ մոտ սպազմի, հեշտոցամուտքի մկանները լարվում են եւ հարաբերությունը կարող է լինել տհաճ ու ցավոտ։ Տղամարդն էլ եւս անմասն չի մնում, որովհետեւ լարվածությունը տղամարդու մոտ կարող է առաջացնել էրեկցիայի խնդիր, պոտենցիան կարող է թուլանալ եւ հարաբերությունը կարող է ձախողվել։ Այս դեպքում եւս իհարկե պետք չէ հապաղել, որովհետեւ սեռական թուլությունը ժամանակի ընթացքում կարող է ավելի ու ավելի խորանալ եւ հանգեցնել նրան, որ տղամարդը կսկսի արդեն հրաժարվել սեռական հարաբերություններից։ Սա լուծելի խնդիր է եւ այս հարցում կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ դեղամիջոցը։ Տադաֆորտ դեղամիջոցը ունի երկու դոզավորում 5 եւ 20։ 5 միլիգրամը օգտագործվում է ամենօրյա բուժման ժամանակ, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Պետք է նշել, որ դեղամիջոցը պահպանում է իր ազդեցությունը մոտավորապես 36 ժամ, սա նշանակում է, որ տղամարդը կարող է ունենալ կրկնակի հարաբերություն 36 ժամվա ընթացքում։ Դեղամիջոցը առանձնահատուկ է նաև իր որակով բուժման ժամանակ տղամարդիկ նշում են արդյունավետությունը, մասնավորապես էրեկցիայի պահպանման հարցում։ Դեղամիջոցը ունի նաև հակացուցումներ, այն հակացուցված է 18-ից ցածր անձանց, իսկ մնացած հակացուցումներին կծանոթացնի բուժող բժիշկը։ Ցավը սեռական հարաբերության ժամանակ կարող է լինել ոչ միայն հոգեբանական պատճառներով, այլ նաև օրգանական։ Դրանցից են մասնավորապես բորբոքային բոլոր այն գործընթացները, որոնք կարող են վաղուց տեղ գտած լինել կնոջ սեռական օրգաններում, օրինակ, եթե ամուսինը վարակել է կնոջը եւ չեն ստուգվել ու չեն բուժվել, բնականաբար խնդիրը ավելի է բարդանում եւ կարող է ցավի պատճառ դառնալ։ Երկրորդը կպումային բոլոր այն պրոցեսներն են, որոնք կարող են ժամանակի ընթացքում իհարկե պատճառ դառնալ նաև օրինակ էնդոմետրիոզի առաջացման կամ պոլիկիստոզի պատճառ կարող են դառնալ եւ նույնպես առաջացնել ցավ հարաբերության ժամանակ։ Ցավը կարող է լինել նաև անատոմիապես ոչ ճիշտ ձևավորված սեռական օրգանների, մասնավորապես բնածին արատների պարագայում, երբ կնոջ սեռական օրգանները լիարժեք չեն ձևավորվել, կա հեշտոցի կամ հեշտոցամուտքի անատոմիական խնդիր, որը այս դեպքում դարձյալ
ցավի պատճառ է դառնում։ Մյուս պատճառը կարող է կապված լինել հեշտոցում առկա միջնապատի, իսկ ավելի ճիշտ նրա ոչ ճիշտ տեղակայման հետ, երբ հարաբերության ժամանակ տղամարդը նշում է, որ ներհրման դեպքում նկատում է մեխանիկական արգելք, որը խոչընդոտ է հանդիսանում եւ հարաբերությունը ձախողվում է։ Բացի խոչընդոտից կնոջ մոտ նկատվում են սարսափելի ցավեր, որոնք արդեն իսկ կասեցնում են հարաբերությունը եւ հաջորդիվ կինը այդ ցավով պայմանավորված սկսում է հրաժարվել սեռական հարաբերություններից։ Հաջորդ պատճառը հորմոնային խանգարումներն են, մասնավորապես էստրոգենային դեֆիցիտը, երբ կնոջ մոտ գուցե տարիքից ելնելով, գուցե որևէ այլ հիվանդություններով պայմանավորված նկատվում է էստրոգենային դեֆիցիտ։ Էստրոգենը ապահովում է կնոջ սեռական օրգանների խոնավեցումը։ Եթե հեշտոցամուտքը բավարար չի խոնավանում, ապա օրգանական պատճառներից կարող է լինել կամ հորմոնային դեֆիցիտ, կամ գուցե բորբոքում, որի մասին արդեն խոսեցինք։ Այս դեպքում դա պարզ է լինում, եթե կատարվում է բժշկական զննում եւ դրանից հետո արդեն հասկանալի է, թե որ ուղղությամբ պետք է աշխատել։ Երբեմն ցավը կարող է առաջանալ սեռական օրգանների չափսերի պատճառով։ Սա լինում է բոլոր այն դեպքերում, երբ տղամարդու մոտ արտահայտված են սեռական օրգաններ, այսինքն չափսերով տղամարդու մոտ սեռական օրգանները խոշոր են, իսկ կնոջ մոտ համեմատաբար ավելի իհարկե փոքր կամ կա անատոմիական դեֆեկտ ձևավորման, որը պատճառ է դառնում ցավի։ Սա բերում է իհարկե նաև սեռական աներդաշնակության, որովհետև յուրաքանչյուր հարաբերության պարագայում իհարկե խնդիր է, որը դարձնում է հետագայում անհնարին սեռական հարաբերությունները, բայց լուծելի է, երբ առավել եւս գործ ունենք բոլոր այն դեպքերի հետ, երբ կնոջ մոտ կամ հեշտոցի չորություն է նկատվում ցավով պայմանավորված, կամ դիրքերը ճիշտ չեն ընտրում եւ դրանց փոփոխությունների կամ շտկման պարագայում խնդիրը հնարավոր է լինում լուծել։ Ցավի հաջորդ պատճառը որոշ դեղամիջոցների երկարատև ընդունումն է։ Մասնավորապես հոգեմետ դեղամիջոցների, հակագերջնշումային դեղամիջոցների, անտիբիոտիկների երկարատև օգտագործման դեպքում կարող է նկատվել հեշտոցի չորություն, որը պայմանավորված է այդ դեղամիջոցների կողմնակի ազդեցությամբ։ Առանձին խումբ է իհարկե շաքարային դիաբետը իր բոլոր բարդություններով, եթե շաքարային դիաբետը կոմպենսացված չէ եւ արդեն դրսևորվում է իր բոլոր կողմնակի ազդեցություններով, դրանցից մեկը նաեւ սեռական խնդիրն է, մասնավորապես ցավը սեռական հարաբերության ժամանակ։ Իհարկե, ցավի տեղակայումից կախված շատ բան կարելի է հասկանալ, եթե ցավը լինում է անդամի ներհրման պահին, այսինքն մնացած իրավիճակներում ցավ չկա եւ լինում է միայն ներհրման պահին, սա կարող է լինել եւ հոգեբանական խնդիրներով պայմանավորված, որոնցից մեկը վագինիզմն է, մենք դրա մասին եւս խոսել ենք մեր թողարկումներից մեկի ժամանակ, եւ մյուս պատճառը կարող է օրգանական լինել, օրինակ բորբոքումով պայմանավորված, որը նույնպես էլի ներհրման պահին կարող է առաջանալ։ Այս դեպքում կինը կարող է դիմել սկզբնական շրջանում սեքսոլոգի, բարձելու ցավի պատճառը, եթե հարաբերություն չի լինում ընդհանրապես, կինը չի կարողանում հարաբերության մեջ մտնել, հրաժարվում է, ապա այս դեպքում դիմում է սեքսոլոգի։ Եթե սեռական կյանքով ապրում է եւ ցավը առաջացել է ժամանակի ընթացքում, այսինքն երկրորդային ցավ է, այս դեպքում դիմում է գինեկոլոգի, որովհետեւ ցավը կարող է արդեն կապված լինել գինեկոլոգիական որևէ խնդրի հետ։ Եթե ցավը առաջանում է հարաբերության պահին, ներսային հատվածում եւ առաջացնում է դիսկոմֆորտ, նկատվում է արտադրություն, կարմրություն, ապա այս պարագայում պետք է դիմել գինեկոլոգի։ Պետք է նշեմ, որ ցավոտ սեքսը մեր օրերում արդյունավետորեն բուժվում է։ Կախված պատճառից, իհարկե, դրանով զբաղվում են կամ բժիշկ սեքսոլոգները կամ գինեկոլոգները։ Եթե, ինչպես արդեն նշեցի, ցավը նկատվում է հարաբերության սկզբում կամ անհնարին է լինում հարաբերության մեջ մտնել, ապա այս դեպքում գործ ունենք կամ վագինիզմի կամ գենիտալգիաների հետ, մասնավորապես հոգեբանական բնույթ կրող, եւ այս պարագայում դիմում են բժիշկ սեքսոլոգի օգնությանը եւ արդյունավետորեն խնդիրը լուծվում է։ Ի դեպ, պետք է նշեմ, քիչ չեն այն դեպքերը, երբ այս խնդրով պայմանավորված զույգը հենց սկզբից հրաժարվում է սեռական կյանքից եւ սկսում արդեն խուսափել բժշկի դիմելուց, որը դառնում է ճակատագրական, անցնում են տարիներ եւ արդեն իսկ կարող են մենք ունեցել ենք դեպք 17 տարվա
դեպք ցավով պայմանավորված, որի հիմքում վագինիզմն է եղել, դիմել են նոր մեզ խնդրանքով, որ օգնել գոնե երեխա պլանավորել, չհասկանալով, որ վագինիզմը նույնպես արդյունավետորեն բուժվում է։ Եթե խնդիրը արդեն զուտ օրգանական է եւ կապված է բորբոքումների հետ կամ որևէ այլ օրգանական պատճառի, ապա այս դեպքում պետք է դիմել գինեկոլոգի եւ խնդիրը նույնպես արդյունավետորեն բուժվում է։ Մեր պրակտիկան հուշում է համատեղ ինտեգրալային մոտեցման մասին, մենք շատ արդյունավետորեն համագործակցում ենք բժիշկ գինեկոլոգների հետ եւ եթե այցելուն եկել է մեզ մոտ ու մենք հայտնաբերել ենք գինեկոլոգիական խնդիր, պարտադիր իհարկե ընդգրկում ենք բժիշկ գինեկոլոգի խնդիրը արդյունավետ լուծելու եւ հակառակը, եթե գինեկոլոգը նկատում է, որ խնդիրը սեքսոլոգիականն է, ապա ընդգրկում է բուժման գործընթացի մեջ բժիշկ սեքսոլոգի։ Պետք է նշեմ, որ որոշ դեպքերում միջև բժշկի դիմելը կարող են օգնել նաև լյուբրիկանտները, բայց այստեղ մի մեծ բայց կա։ Այսօր շուկայում առկա են լյուբրիկանտների բավականին շատ տեսակներ եւ դրանցից շատերը նույնիսկ վնասակար են։ Ինչու՞։ Այն լյուբրիկանտները, որոնք պարունակում են չափազանց շատ քիմիական նյութեր, տարբեր համերի, հոտերի, դրանք կարող են առաջացնել նույնիսկ տհաճ ռեակցիա եւ ցավը ավելի սաստկացնել։ Ալերգիկ ռեակցիան քորի տեսքով կարող է հենց ինքը ցավի եւ տհաճ զգացողությունների պատճառ դառնալ։ Լյուբրիկանտը պետք է լինի շատ հասարակ, այսինքն ջրային հիմքով պատրաստված լյուբրիկանտ, որը զուտ հեշտացնում է անդամի ներհրումը եւ դրանով իսկ մեղմացնում է ցավի գործոնը։ Սկզբնական շրջանում միջև բժշկի դիմելը կարող են դիմել այս տարբերակին, եթե խնդիրը չի լուծվում, ապա արդեն պետք է դիմել բժշկի օգնությանը։ Վերջում ամփոփելով ուզում եմ նշել, որ ցավը երբեք չի կարող նորմալ համարվել սեռական հարաբերություններում։ Ցավը ահազանգ է եւ պետք չէ այն հանդուրժել, առավել եւս պետք չէ դրան համակերպել, որովհետեւ ցավը ժամանակի ընթացքում կրծում է հարաբերությունները, դարձնելով սեռական կյանքը անտանելի ու տհաճ։ Պետք է պարզապես գիտակցել, որ մեր օրերում ցավը հրաշալիորեն բուժվում է եւ ոչ թե լռել, այլ ժամանակին դիմել բժշկի օգնությանը։ Այս անգամ այսքանը, մնացեք մեզ հետ, առջևում ձեզ սպասվում է հետաքրքիր հարցազրույց գինեկոլոգի հետ։